Ողջույն բարեկամներ, այսօր արդեն օգոստոսի 17-ն է եւ մենք կարևոր նորություններ ունենք իրար հետ ամփոփելու, մանավանդ Վաշինգտոնից, մի քիչ անհանգստացնող են, բայց այն ինչ որ կա։ Եվ այսպես արդյոք ուզում սկսել Մեհեր Մկրտչյանի վերակապ խոսքերով, որ ասում է, շատ քիչ մարդկանց եմ հանդիպել, ովքեր շորեր չեն ունեցել, բայց շատ եմ հանդիպել շորերի, որոնց մեջ մարդ չի եղել։ Սա հատուկ դրանց համար ում թվում է, որ թանկարժեք շորերը դրանց տալու են մարդու որակ։ Չէ, եթե մեջը մարդ չկա, շորերը ոչինչ չի փոխելու։ Ասեմ ավելին, պատգամավորական մանդատն էլ ոչ մի բան չի փոխում։ Այնպես որ հասկացողն է միայն հասկանում, որ մարդ պետք է սկզբից բովանդակություն ունենա, հետո նոր հավակնի, շորի կամ պաշտոնի։ Եվ այսպես ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ ինքնաճանաչում կայքում գրանցումները շարունակվում են, մենք արդեն ունենք 60-ից ավել գրանցված անդամներ, համակիրներ, սա հավականին է ինքնաճանաչում շարժման, ովքեր չգիտեն, ուղղակի տեղեկացնենք, որ այն ինչ որ խոստացել էի դեռ 2026 թվականի ապրիլին, որ եթե ոչինչ բան չեղավ ընտրությունների արդյունքում, չունեցանք մեր սեփական իշխանությունը, մենք ենք նախաձեռնելու մեր սեփական շարժումը եւ մենք ենք առաջադրելու մեր կառավարությունը հաջորդ ընտրություններին, որ ես վստահ եմ ոչ թե 5 տարի հետո է, շատ ավելի շուտ, եւ մեզ պատրաստվել է պետք հենց հիմիկից։ Այնպես որ դա իմ շարժումը չի, ես չեմ վարչապետի տեխնացուն, ես ընդհանրապես այս ամբողջ process-ի պատասխանատուն եմ մեր հավաքանու հետ միասին, որը 8 հավաքանուց 6-ը ներկայացնում են տարբեր երկրների։ Ասել է թե մեր շարժումը համահայկական է։ Ինքնուրույն սա հավաքանու վերջնական տեսքը չի, մենք կավելանանք ընդհանրապես մինչև 13 կամ 15 հոգի, հնարավորինս կծածկենք բոլոր կարևոր երկրները։ Եվ նրանք, ովքեր ապրում են ցանկացած քաղաքում եւ ուզում են իրենց վրա կրել ինչ որ պատասխանատվություն եւ լինել մեր ներկայացուցիչը իրենց քաղաքում, խնդրեմ գրեք վիդեոյի տակ, թողեք ձեր հեռախոսի նամբարը WhatsApp, եթե կարելի է, եւ ես ձեր հետ կկապնեմ։ Հիմա անցնենք հիմնական նորություններին։ Վաշինգտոնից էի ես խոսում, լսենք սա։ ԱՄՆ կոնգրեսում պահանջում են ընդմիշտ ջնջել 907-րդ ուղղումը, որն արգելում էր Բաքվին ամերիկյան ռազմական օգնությունը։ Օգոստոսի 15-ին Պետդեպարտամենտը ծանուցեց կասեցման երկարաձգման մասին, իսկ ներկայացուցիչների պալատում ընթացքի մեջ է Լունայի օրինագիծը, որը լիովին վերացնում է ուղղումը։ Ասում են Պետդեպարտամենտը ուզում է երկարաձգի արգելանքը Ադրբեջանի վրա զենք վաճառելու, իսկ կոնգրեսը եւ ներկայացուցիչների պալատը ընդունում են, որ պետք է անել այդ օրենքը եւ արդեն զենք վաճառել Ադրբեջանին։ Տրվարին ստորագրված ռազմավարական խարտիայում պաշտպանական վաճառքներն ուղղակիորեն նշված են։ Ադրբեջանական մամուլում փորձագետներն արդեն խոսում են ամերիկյան զենքի գնման եւ համատեղ արտադրության մասին։ Երևանում այս ամենը լուր դիտում են, մինչդեռ հարևանի զինանոցին ավելանում է ամերիկյան ցուցակը։ Փետրվարին Թրամփի հետ խաղ են ստորագրել, որտեղ կա զենքերի վաճառքի մասին նաեւ պայմանավորվածություն։ Դա Ալիևը արդեն սա ներկայացնում է որպես հաղթանակ, շուտով մենք ունենանք իրանք էլի ամերիկյան զենք նաև, սրան դիմադրում է Պենտագոնը։ Հայկական կողմից ոչ մի ձայն, ընդ որում Ադրբեջանն է հետևում, թե Հայաստանը ինչ է գնում։ Ադրբեջանն է որոշում Հայաստանը ինչ պետք է գնի եւ պարտադրում է, որ այն ինչ որ գնել է արդեն Հնդկաստանից, Ֆրանսիայից վերադարձվի հետ։ Իսկ Հայաստանը ոչ մի ձայն, բացարձակապես, գիտեք ինչի։ Ասեք, Վարսկանը ձայնի իրավունք չունի։ Հենց այդպես։ Լռելային Վարսկանը ձայնի իրավունքից զրկված է։ Այն ինչ որ մենք ունենք Հայաստանում որպես կառավարություն։ Հիմա այստեղ հերթահասնումը արդեն սփյուռքի մեր կառույցներին։ Դրանք պետք է ակտիվ աշխատեն Պենտագոնի հետ եւ իրենց ներկայացուցիչների միջոցով փորձեն խանգարել ռազմական հանցագործին Ալիևին, որը մեղադրում է էթնիկ զտումների մեջ զենք վաճառել։ Այստեղ մի փոքրիկ հանգամանք է գալիս մեզ օգնելու,
որ շատ հանրապետականներ massայական լքում են հանրապետական կուսակցություն Ամերիկայի Միացյալ Նահանգներում, մենք դրա մասին մի քիչ ուշ կխոսենք։ Շատ տարօրինակ դեպք է տեղի ունենում Մարելիկում, սա թեմայի մեջ է, մենք լսենք։ Օգոստոսի 16-ն է, գտնվում ենք Վայոց ձորի մարզում, ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժնում ենք, բաժնի դիմաց արդեն ըստ Մալիշկա բնակավայրի բնակիչների, ովքեր 10 օր է ահաբեկված են, քանի որ բնակիչները, գյուղի բնակիչները նշում են, որ 10 օր է իրենց գյուղը անհանգիստ վիճակում է գտնվում, գիշերները ինչ որ մեկը դիմակավորված անհանգստացնում է ողջ գյուղը, անգամ պատուհաններ է կոտրել, դարպասների է քարով հարվածում, մի քանի բնակիչների տանտանիքներն է քարերով վնասել, սակայն գյուղացիները մինչև այժմ չեն կարողանում հայտնաբերեն այդ անտեսանելի, ինչու անտեսանելի, որովհետև ոստիկաններն են արդեն Գյուղացիները չեն կարողանում հայտնաբերել, ինչ սիրուն ձևակերպում է, չէ՞։ Կարծես թե այս ահաբեկչությունը բացահայտելը գյուղացիների գործը պետք է լիներ։ 10 օր է, արդեն 10 օր։ Գյուղացիները նշում են, որ դիմել են Եղեգնաձորի ոստիկանություն, իրենք էլ մինչև այժմ չեն կարողանում գտնել այդ անկոչ հյուրին, բայց եթե մեկը մի հատ ստատուս գրած լիներ, նույնիսկ անանուն հաշվամարից, այսինքն անանուն էջից անպայման կգա։ Մեծ անհանգստություն է պատճառում գյուղացիներին, քանի որ ամեն իրիկուն կրկնվում է։ Մեկ էլ կտեսնես գյուղի ինչ-որ մեկի տան պատուհաններին է քարով հարվածում, կոտրում, տանտանիքներն է կոտրում։ Երեք ասեցին գյուղացիներն էին նշում, հարվածել է քարերով, հարվածել է գյուղապետի տան դարպասներին, մինչև տան անդամները դուրս են եկել, ասում են շատ կայծակնային արագությամբ հախնում է։ Հիմա դրա Նույնիսկ գյուղապետի տան դարպասներին են խփում ու փախնում են։ 10 օր ու ոստիկանությունը ոչ մի բան չի կարողանում անել։ Որտեղ է գտնվում Մալիշկան, գիտեք, Եղեգնաձոր։ Որքան է ուղիղ գծով հեռու սահմանից, շատ քիչ։ Ես ուզում եմ հիշեցնել քպեական մի պատգամավորի ելույթ, այն որ իրեն ասում է ուսուցիչ, որ ասում է Արցախը երբեք ռազմավարական խորություն չի եղել Հայաստանի վրա։ Հիմա այդ տխմարներին զանգեք, ասեք, քանի որ Արցախը խորություն չէր, դե արի գիշերով կանգնի այդ գծերի վրա, այս ադրբեջանցիները ուր են գնում, գալիս, եւ ասա, որ խորություն չէ Արցախը։ Հետաքրքիր գիտեք որն է, որ 10 օր էս ամեն ինչը գնում է եւ ասեք մի հատ դրոն չի թռել գիշերով։ Մի հատ դրոն է պետք ուղղակի ջերմադիտակով, որ կարողանա ֆիքսել ով է փախնում սարելով, ով է դա անում։ Դրոն։ Վերահսկի 10 օր։ Սա նշանակում է ոստիկանությունն այնտեղ որպես կառույց, որը մարդկանց անվտանգությունը վերահսկում, գոյություն չունի։ Այս ոստիկանությունը պետք է մարդկանց անվտանգությունը ապահովի, հա։ Սա հոգեբանական դիվերսիա է, որը մարդը, այս անողը, հետևողականորեն ոչ գողություն անում, ոչ մարդասպանություն անում, առայժմ, բայց ով գիտի անողն ով է։ Ով գիտի այդ դիվերսանտը ինչ է, քանի ինքը կարա ցանկացած ժամանակ ցանկացած ընտանիքի մտնի վնաս տա։ Աստված չան իհարկե։ Ով է դրա դեմն առնելու։ Եթե նա 10 օր կարողանում է հանգիստ գնա գա, անի ինչ ուզում է չբռնվի։ Որի ընթացքում մի հատ դրոն չի ելևել, չի բարձրացել, մի հատ ջերմադիտակով նայել, ով է վազվզում էս կողմեն կողմ։ Հա? Ով է սարելով քայլում։ Ինչու բանակին չեն կցել սրա մասին, սրան։ Ինչու սահմանապարները կցված չեն։ Բարի գալուս Նիկոլի խաղաղություն։ Սա ընդհանրապես հոգեբանական տերորի ձև է, եւ ես չի բացառվում, որ այս կատվի տերորներ լինեն ոչ թե միայն Մալիշկայում, այլ նաեւ բոլոր բնակավայրերում, որտեղ սահմանից շատ հեռու չեն։ Որովհետեւ ինչքան հասկացաք, սահմանները վերահսկելու մեխանիզմ չկա։
Միշտեր այդ դրոնները 24 ժամ պետքա վերահսկեին, որտեղ գիշերով ինչա շարժվում։ Մանավանդ սահմանամերձ գոտեներում եւ գյուղերում։ Բայց ինչպես հասկացանք, 10 օրվա մեջ ոչ մի բան չի բացահայտվել։ Իսկ ով ինձ կարա երաշխավորի, որ ոչ մի տերորիստական կամ դիվերսիոն խումբ չի կարա գնա գա եւ իր գործը անի, իր վնասը տա։ Աղաություն է բերել Փաշինյան Նիկոլը։ Շնորհավոր եք Նիկոլ ընտրողներին։ Այստեղ են ասում, իսկ դու հայ ես, թե պարզապես հայերեն ես խոսում։ Այսը շատ կարևոր է։ Շատ լավ ձևակերպում է։ Ես հիմա կարող եմ երկրորդել, ամեն հայերեն խոսակցող չի, որ հայ է։ Ընդհանրապես ինչ է հայ։ Ով է հայը։ Հայը մենակ հայերեն խոսելը չի։ Հայը դա արժե համակարգ է։ Նախ եւ առաջ արժե համակարգ է։ Հայը դա քաղաքակրթություն է, ոչ թե ընդհանրապես լեզու։ Քաղաքակրթություն արժե համակարգ։ Եթե ինքը դրա տիրապետողը չի, ինքը դրան կողքից դիտողը ընդամենը սպառողի կարգավիճակում, առիթից օգտվողի կարգավիճակում։ Այդ բառագայում ինչ տարբերություն ինչ լեզվով է խոսում։ Ինչ տարբերություն, ինչ լեզվով է այդ առիթից օգտվողը կամ շարքային սպառողը խոսում։ Ոչ մի տարբերություն չկա։ Այսինքն իրա եւ Հայաստան եկած ռուս կամ ուկրաինացի ռելոկանտների մեջ ո՞րն է տարբերությունը։ Ոչ մեկ։ Ասեմ, նույնիսկ ռելոկանտները Հայաստանի տարածքին շատ ավելի ջերմորեն ու հարազատորեն են վերաբերվում, քան այն հայերը, որ հայերեն են խոսում, բայց հոգևոր եւ էմոցիոնալ առումով ոչ մի ձև կապված չեն Հայաստանում Հայաստանի հետ։ Այսինքն ինչ է նշանակում Հայաստանի հետ։ Հայաստանում իրականացող process-ների հետ, որից կախված է իր ապագան, որովհետև դիտորդի համար մեկ է ինքը որտեղ ապրում։ Այսօր Հայաստանում կարա Թուրքիայում էլ ապրի։ Դիտորդի համար բացարձակապես էական չի։ Այնպես որ Ժորժ ջան, այս շարժումը, որ մենք սկսել ենք, հենց դրա համար է, սա հայը համարի համար է։ Մենք հայերն են գտնվում, ոչ միայն հայերեն են խոսում, այլ իրոք հայ են եւ մտահոգված են Հայաստանի ապագայով։ Որովհետեւ եթե մենք այս հարցի լուծումը չտվեցինք, ոչ մեկ այս հարցի լուծումը չտա։ Եվ այսպես մի հետաքրքիր բացահայտում ԿՊ-ական падգամավորից։ Ինչելուց այս ԿՊ-ական падգամավորն է, որ ասում էր ինձ համար Կտիչ Նեսրոսյանը սովորական մարդ է, իսկ Փաշազադեն հոգևոր առաջնորդ։ Սա այս նույն փոխանցիկ կարմիր դրոշն է, որ ձեռքից ձեռք բազմաթիվ կուսակցական առաջնային եւ երկրորդական գործիչների ձեռքով անցնելով եկավ հասավ ԿՊ, հիմա այն ինչ որ դեր են անում, հիմա ստեղ անում։ Լսենք եւ տեսնենք ինչ է։ Կարող է մարդը լինել հայ առաքելական սուրբ եկեղեցու առաջնորդ ու մի անգամ գնահատական չտա սեփական հոտին, հավատացյալ հոտին 120,000 մարդկանց հավատացյալների սովամահությունը Ռուսաստանի կողմից որպես հակահաբեկչական գործողություն անվանելը։ Օրինակ, ես դա չեմ կարողանում պատկերացնել։ Որևէ մի գնահատական չի տվել։ Աստուծո։ Այս ԿՊ, որ Փաշազադեն իր սուրբն է, հա, այս ԿՊ փոխանցիկ դրոշը հայտարարում է ամբյոնից, որ 120,000 մարդ սովամահ է եղել, այսինքն սովը օգտագործվել է որպես զենք մարդկանց էթնիկ զտում իրականացնելու համար։ Այնտեղ եթե անդիմությունից մարդ լիներ, տեղում ակաժները կբռներ, կասեր փաստորեն, դուք խոստովանեցիք, որ Արցախում սով է եղել եւ սովը օգտագործվել է արցախցիներին որպես զենք տարածքից վտարելու համար։ Բայց դուք լսել եք ճակերտավոր անդիմությունից մի հատ ձայն այս մասով։ Բացարձակապես ես չեմ լսել, թե դուք լսել եք, ուղարկեք կամ տարածեք, մենք էլ ծանոթանանք, էլի, որ այս հանգամանքը բռնել են եւ այս կառավարությանը մեղադրում են իրենց խոստովանած 120,000 արցախցիներին սովի մատնելու եւ դրա մասին ձեն չանելու։ Փաստորեն արցախցիների սովի մատնելը դա կաթողիկոսի խնդիրն էր։ Արցախցիներին սովից փրկելու համար դուք պիտի միջամտություն ունեք։ Կառավարության ձեր ծրագրում 21 թվականի օրենքով Արցախի պատասխանատուն դուք եք։ Օրենքով ձեր նախընտրական
բաններ, ծրագիրներ դա անջատում հանուն փրկության Արցախի եւ Հադրութի տարածքների անվտանգության պատասխանատուն դուք էիք եւ դրա համար մեղադրել կաթողիկոսին լրության համար մեղադրեք իր պատասխանատվությունը բարոյական դաշտում է կաթողիկոսը ունի պատասխանատվություն բայց դա բարոյական դաշտում է ձեր պատասխանատվությունը ձերից նշած 120,000 մարդուն սովի մատնելու մասով իրավական է քաղաքական ու քրեական է որովհետեւ դա ձեր պարտականություններ կառավարության կողմից ընդունված օրենքով օրենքի չկատարումը դա հանցագործություն է դուք եք Արցախի անվտանգության երաշխիքը Ո՞ս տագետը փաստորեն մոռացել է դա ինչ հիշի սրանք տագետների հավաքածու են չեն հասկանում որ ամեն մի խոսք մեղադրական այլ մեկին քան կառավարությանը դա ցուսմունք է կառավարության դեմ որովհետև կառավարությունից դուրս ցանկացած մեկը կարող է կրի բարոյական պատասխանատվություն կամ չկրի բայց ամեն ինչի պատասխանատուն թիվ 1 օրենքով դա կառավարությունն է դե հիմա տեսնեմ ընդդիմությանը սա ոնց է օգտագործում իսկ հիմա ես ես հիշացնեմ հարցակումը կաթողիկոսի վրա ինչի համար է եւ ինչի են հիմա սկսել այլ ոչ հիմա իշ այլ ոչ թե 23 թվականին Արցախը չի կարող որևէ կարգավիճակով լինել Ադրբեջանի կազմում Փաշինյանի տեսակետը պատկերացնել որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում վերջ այս հայտարարությունից հետո որ Փաշազադե Սիրովը այլևս կտրիչ Ներսիսյանն է իր համար կաթողիկոսը իր սուրբը իր հոգևորը Փաշազադեն է սա նրանց համար ես չեմ ուզում նրանց ուղղակի անուն ասեմ իրենց անուններ չկա էլի նույնիսկ ովքեր պնդում են կամ մտածում են որ այս արշավը եկեղեցու դեմ սա կաթողիկոսի դեմ է ոչ կաթողիկոսի դեմը այնքանով որքանով ինքը խոսեց Արցախի թեմայի մասին իսկ միջև Արցախից խոսելը ինքը Նիկոլ Փաշինյանի սրտի կաթողիկոսն էր որովհետև ամբողջ Արցախյան կորուստից հետո 44 օրյա եւ ընթացքում եւ դրանից հետո ոչ մի խոսք չի ասվել ոչ մի դատապարտում չի եղել այս իշխանությանը այս ամեն ինչի համար հենց խոսեց Արցախ վերադառնալու մասին Փաշազադեն ընդերից հայտարարեց որ տարածաշրջանի համար ամենավտանգավոր մարդը խաղաղության դա կաթողիկոսն է եւ այս կենսագրությամբ անառակները լծվեցին գործի կենսագրությամբ սա մենակ բնութագիրը չի բարոյական կենսագրությունն է սրանց տեսնենք ինչ ասում կաթողիկոսը այսօր ելույթ է ունեցել դիմելա քաղաքացիների Սիրելի բարեպաշտ հավատացյալներ, մեծ սուրբ եկեղեցու սիրելի զավակներ, մենք կատարեցինք խաղող օրհներքի արարողությունը, օրհնեցինք խաղողի որդուզները, ինչպես նաև Հայաստանի այն այգիներն ու խաղողի այգիները, որտեղից պտուղներ բերվում են մեր ժողովրդի համար եւ այլն։ Միաժամանակ առ Աստված բարձրացեցինք խնդրանք եւ աղոթք, որպեսզի սուրբ Աստվածածնի բարեփոխությամբ առատորեն հերվեն շնորհն ու օրհնությունը մեր կյանքի վրա։ Թող մեր կյանքը պատղաբեր լինի բարությամբ եւ բարի գործերով շատ ավանիչ հա այսքան թող միշտ տրվի հնարավորություն մեզնից հեռու պահելու ժամանակի բերած բոլոր փոփոխությունները միասին կերտելու մեր ժողովրդի լուսավոր բարեկեցիկ եւ երջանիկ ապագան վերջում թող Տիրոջ շելը շնորհն ու օրհնությունը միշտ լինեն մեր ժողովրդի զավակների հետ այժմ եւ հավիտյանս հավիտենից ամեն Իմ մոտ այն տպավորությունն է, որ կաթողիկոսը տեղյակ չի, որ իր վրա քրեական գործ կա, կամ իր համար միևնույն է, քրեական գործը կա, թե չկա։ Այս խաղաղ եւ ոչինչ չասող պահվածքը կրկին ինձ հասկանալի չի։ Կրկին կաթողիկոս վեապար հարցակումը քո վրա, համենակ քո վրա չի։ Հարցակումը մեր բոլորի վրա է։ Ովքեր չի ուզում գործնել հայրենական եկեղեցի։ Եվ դու քո պաշտպանվելը կաթողիկոս, դա քո պաշտպանվելը չի։ Դու դառնում նաև մեզ ես պաշտպանում։
Եվ քո այս վեհաշուկ լռել ես ամեն ինչի մասին։ Թույլ է տալի, որ թշնամին ավելի լկտիաբար, ավելի սանձարձակ քայլերի կգնի։ Ես չգիտեմ ով է խորհրդատուն, ով է ասում, որ պետք չի արձագանքել, պետք է միշտ մնալ իր բարձրության վրա։ Շատ լավ, մնա այդ բարձրության վրա։ Բայց ես չեմ կարծում այդ բարձրության վրա մենք կարող ենք հաղթել սրը։ Կրկնեմ, ամեն, բայց սա ինձ հասկանալի չի։ Եվ թշնամին այս բոդենիների բողմակը, այս ամեն ինչը ընդունում է որպես թուլություն։ Իսկ շատերը վստահ են, որ կաթողիկոսն ու իշխանությունները գործում են համատեղ պլանի մեջ, որովհետև կաթողիկոսի կողմից ոչ մի պաշտպանական գործողություններ չի ձեռնարկվում։ Իհարկե ես չեմ կարող բոլորին համոզել, որ չէ, նման բան չկա։ Բայց ինչի տալ մարդկանց նման կարծիք ունենալու պատճառ եւ հնարավորություն։ Բայց ես աստծո գործերի մեջ չեմ խառնվում, ես ընդամենը ասում եմ, ինչ կասկածներ ունեն մարդիկ։ Հիմա նայենք Իրանի դեսպանին։ Երևի Արցախի հացն է, չէ՞ ժանգալով։ Այդ խաղավարները բոլորը Արցախի խաղավարներ են։ خیلی ممنون نه لازم نیست خیلی ممنون اگه ناراحت میشه بردارید یه برش بده بخوره یه برش بده دوستان دیگه هم بخوره نصفش کن خوبه همین نوعش در آساب پخته میشده گیتن բարոդեսպանը, որ անունալ ժանգալով հացը Արցախում է։ Արցախ։ Հետևողականորեն այս ամբողջ ժողովրդի ժամանակ առնվազն 6-7 անգամ ասեց Արցախ։ Ասելով ոչ մի անգամ Ղարաբաղ։ Իհարկե Ադրբեջանի դեսպանատունը Ալիևի մակարդակի վրա կներվի, գուցե նաև դեսպանի կանչեն Ալիևի մոտ, որպեսզի ասեն դու ես ինչ ես Ղարաբաղին ինչ ես Արցախ ասում։ Բնականաբար Իրանի Նիկոլին չի էս ամեն ինչը։ Իրեն դեսպանը Զանգեզուրում նշում է Արցախ բառը հետևողականորեն։ Հարգելի հայրենակիցներ ջան, այն շարժումը, որ մենք սկսել ենք, արտաքին քաղաքականության մեջ ունի շատ հստակ ձևակերպում։ Ասեմ, որ իմանաք ինչ է նշանակում արտաքին քաղաքականություն ապագայում։ Հայաստանը ունի երկու բնական դաշնակից։ Երկու։ Վրաստան եւ Իրան։ Իրան կամ Վրաստան։ Այս երկու պետությունների մեջ, որպես sense միջնապատ, մենք պետք է լինենք լավագույն հարաբերությունների մեջ, ասենք շատ ապրանքների տեղաշարժ սահմանագներից գոտում, նույնիսկ պետք է լինի հարկերից ազատված, մաքսերից ազատված։ Այս մեր երեք պետությունը, որը ձգվում է Պարսից ծոցից մինչև Սև ծով, այս տարածքը պետք է լինի ամենաջերմ, ամենաստաբիլ եւ ամենաերաշխավորված տարածքը խաղաղության իմաստով։ Այն ժամանակ, հեսա դա մասին խոսենք, Հնդկաստան, Չինաստան, այս կարևորագույն երկրները իրենց ապրանքաբեռնափոխադրումները առանց վարանելու կիրականացնեն հենց այդ հյուսիս-հարավ ճանապարհով։ Այսինքն Բանդարաբաս, Պարսկական ծոց, գալիս է Իրանով, Սյունիքով, Վրաստանով, դուրս է գալիս Սև ծով ու եվրոպական ցանկացած նավահանգիստ։ Մեր ոչ մի իշխանություն այս հարաբերության վրա չի աշխատել։ Մենք որ կարող էինք ու պիտի լինենք Վրաստանի հետ բարձրագույն հարաբերությունների մեջ, բարեկամական բարձրագույն հարաբերությունների մեջ, եւ առևտրի իմաստով, եւ մաքսերի իմաստով, եւ ազատ առևտրային գոտիների իմաստով, ոչինչ չի արվել։ Նույնը չի արվել Իրանի նկատմամբ։ Մեր ապագա պետությունը, այն որ մենք ենք ստեղծել, լինելու է հենց այդ ֆորմատի մեջ։ Իսկ հարևան մյուս երկուսի հետ մեր հարաբերությունները կկարգավորվեն միջազգային օրենքներով, միջազգային դատարանի կայացված որոշումներով, թե սահմանների հարցով, թե բոլոր։ Միտքս հասկացել եմ։ Սա է լինելու մեր արտաքին քաղաքականությունը։ Իսկ ինչ վերաբերվում է արևմուտք, թե արևելք, արևմուտք, թե արևելք, Եվրոպա, թե Ռուսաստանը, այս մանիպուլատիվ, տեսեք ունեցություն, մանիպուլատիվ երկխոսությանը, որ մարդկանց մեջ գցել են պարակտելու բաժանելու համար, սա գիտեք ես ինչին եմ նմանացնում, այն որ երեխեքին հարցնում են,
հարցրել են երևի միջև մել հարցնում են այն որ մամային է սիրում թե պապային հիշում եք հա եւ ակամա երեխային դնելով մի վիճակի մեջ որ անպայման մի կողմի պետքա ինքը նեղացնի սա ներադրվել դիտավորյալ հասարակությունը երկու բևեռի բաժանելու եւ դրանով թշնամացնելու համար ինչը նշանակում գնալ Եվրոպա դուք ինչ եք ուզում Եվրոպայից ուզում եք եվրոպական մանկարդակի օրենքներ ունենալ Ռուսաստանն ասել է ձեր օրենքները մի կիրառեք Ռուսաստանն ասել է կոռուպցիան հանեք անես մակարդակի վրա որ անտանելի լինի բանը ապրելը ասենք էկոլոգիական խնդիրները լուսեք այն աստիճանի վրա որ Երևանում շնչելու օդ չլինի հա դա Ռուսաստանն է պարտադրել նայեք կոնցենտրացիան փոշի անտանելի է սա ասենք առողջ մարդը կհիվանդանա ել չեմ ասում երեխաներն ու ծերը սա Ռուսաստանն է պարտադրել չէ Ռուսաստանը չի պարտադրել եւ ոչ էլ Եվրոպա որ դու գնացիք այս ամեն ինչը լուսվելու է որովհետեւ եթե կառավարությունը ինքը հաց ունեն այս օրենքների վրա ինչպես որ Եվրոպայում հերթագրված են մնացած երկրները տարիներով սպասում են բայց չեն մտնի կյանքում Մոլդովա, Ուկրաինա, որովհետև իրանց պետք չի դա, ընդհանրապես խոսակցությունն է, որովհետև իրանք չեն ուզում իրանց օրենսդրական, դատական, բոլոր բանը, օրենքները ու համակարգերը բերել եվրոպական մակարդակի վրա։ Իսկ մենք բերելու ենք։ Եվրոպա գնալը դա նշանակում է ապահովել մարդկանց եվրոպական կենցաղ, եվրոպական որակի, դատական համակարգ, մաքսային համակարգ, սոցիալական համակարգ։ Դրա համար ուր է պետք գնալ։ Դրա համար ընդհանրապես պետք է ունենալ քաղաքական կամք, գիտելիքներ։ Ուրիշ ոչ մի բան։ Դեն ժամանակ դու ինչ խնդրեմ ունես։ Ոչ մի բան խնդրեմ չունես։ Ուզում ես առևտուր անես, եվրոպական մակարդակ ունես արտադրենք, արտահանի։ Հայաստանից արտահանող կա, բայց այսքան քանակությամբ գիտեք ինչի։ Որովհետև ձեռ չի տալիս։ Իրանց ավելի շատ է ձեռ տալիս Ռուսաստան տանել։ Ինչ անեն, ոնց անեն, Ռուսաստանում ծախվում է։ Ինչ ուզում եք արեք, մարդկանց մի բաժանեք իրարից։ Մի քցեք այս կռիվը մարդկանց տան մեջ, Եվրոպա մետես թե Ռուսա մետես։ Երբ որ դու ունենաս սոցիալական մակարդակ, օրենքներդ աշխատեն, դատարաններդ աշխատեն, այն ժամանակ դու կմնես եվրոպական երկիր էլի։ Որտեղ ինչ է նշանակում Եվրոպա։ Դա մեր քաղաքակրթությունն է։ Դա մեր քաղաքակրթությունն է, որը վերածվել է այսօր խանական համակարգի։ Խան Նիկոլ Փաշինյանը խան է, ինչպես դրանից առաջ Սերժիկներ խան, Ռոբիկներ խան։ Քեզ ձեզ թվում է, որ եթե մենք օրենք ընդունենք 13 թվականին, որ մենք գնում ենք Եվրոպայի միություն, Եվրոմիություն, Սերժիկը դադարելու էր խան լինելը, չէ, սա շարունակելու էր խաբել էլի։ Նրան էլ ամեն օր հիշացնեին, քանի չես փոխել քո դատաիրավական համակարգը, դու չես կարա գաս։ Դու լը պետք է զարգանաս։ Ընդամենը դա փող պոկելու Եվրոմիությունից զարգանալու համար անverջ փող կթելու մեխանիզմ է։ Հասկացեք ի վերջո ժողովուրդ ջան։ Հայաստանը ապրանք չի, որ դնեն ինչ-որ բանի վրա եւ քշելով տանեն Եվրոպա։ Եվ Եվրոպա ոչ մի երկիր քշելով չեն տարել այնտեղ։ Մարդիկ իրենց համար են ստեղծել են ստանդարտներ, որ կոչվում է Եվրոմիության ստանդարտներ։ Իսկ այս ստանդարտները կարելի է այսօր էլ ստեղծել Հայաստանում, բայց դա մահացու վտանգ է Փաշինյան Նիկոլի կառավարության համար, որովհետև այդ համակարգում ինքը չի կարող լինի համ դատախազ, համ դատավոր, համ նախագահ, համ ազգային ժողովի ներողություն, համ վարչապետ, ամեն ինչ։ Փաշինյան Նիկոլեն մարդն է, որ նույնիսկ եթե որ գնում է թաղում, երազում է մեռելը ինքը լինի։ Ամենտեղ ինքը առաջինն է, ոնց գնա բան, հասանի երազում է այդ հարսը ինքը լինի, որ բոլորը իր մասին խոսան։ Իսկ եվրոպական համակարգում դες բան չի կարող լինել։ Ամեն մարդ իր պատասխանատվության ոլորտում է։ Իսկ ի՞նչն է խանգարում ես դա ստեղծել։ Կամքը ընդամենը։ Նենց որ այդ բաներով չի, գնալու գալով չի։ Եթե դու չունես այդ որակի իշխանություն, դու ոչ մի տեղ չես կարող գնալ։ Իսկ ռուսական համակարգում իսկականն է, քեզանից ոչ մի հաշվետվություն չի ունենում, չի ուզում, դրանով էլ հարմար է։ Պատկերացեցիք, սա է խնդիրը։ Իսկ հիմա գնանք հաջորդ մեր թեմային։ Լսենք սա։
Ես ինչ որ մի բան լավ չեմ հասկանում։ Այս ԿՊԱ-ականները տենց սրբեր են դարձել, իդեալական դաստիարակության տեր են, ազգային ժողովի ամբիոնից էլ ներողություններ են պահանջում իրանց հասցեին վիրավորանքի համար, եթե դա վիրավորանքը։ Բայց սրան ինչ կասեք, այս սրա պատասխանը ով ա տվել։ Լակոտներ, Սերժի լակոտներ, Գագոյի լակոտներ կալու չոքցնելու եմ սաղիկ, հատ մասկեկները կոխելու եմ համապատասխան տեղերը։ Կողքի աղանդավորին տենում եք։ Կյանքի խոսքից է։ Ինքն էլ ամուսինն է։ Աղանդավորներ, նորմալ է, խնդիր չունեն իրանք։ Հիմա հարց եմ տալի։ Եվրոպական համակարգում sense բան հնարավոր է։ Իհարկե հնարավոր չէ։ Որովհետև այս մարդիկ կմտնեին դատարան, Նիկոլ Փաշինյանին վաղ մյուս օրը կտանեին հոգեբուժարան։ Ուղիղ գծով։ Թվում մոռացեք ժողովուրդ ջան։ Այս խոսակցությունները դրանք մեզ, մեր նմաններին, այն որ մեկ ասում է Եվրոպայի մետս ռուսամետ, ինքն էլ չի հասկանում, որ դրանով մարդուն պրովոկացիա է ենթարկում։ Որ ինչ որ կողմ պիտի ընտրի եւ հիմնավորի, ինչի է ինքը, ասենք, ուզում օրենքի երկրում ապրել։ Ու եթե ուզում ես օրենքի երկրում ապրես, դու պետք է ասես, որ դու Եվրոպամետ ես։ Այ քեզի բան։ Եվ դու անպայման ուրեմն թշնամի ես Ռուսաստանին։ Այ քեզ հիմար նապաստակ։ Պատկերացնում եք մարդկանց ինչ ընտրության, ինչ մանիպուլյացիայի մեջ են դրել։ Գիտեք ամենագերագույն մանիպուլյացիան որն է։ Որ քեզ իբր ընտրություն են տալի, որտեղ դու ընտրություն չունես։ Դու ընտրություն չունես այս ընտրությունների մեջ։ Քեզ ասում են Եվրոպամետ ես թե ռուսամետ, եթե դու օրենքի երկիր ես ուզում, դու ուզում ես օրենքով ապրել, դու պետք է ասես Եվրոպամետ։ Ուրեմն դու մի անգամից դառնում ես հակառուս, թշնամի։ Եվ անպայման գեյ։ Դեֆոլտ է, դա չէր քննարկում, եթե դու օրենքով ես ուզում ապրել, եւ դու Եվրոպամետ ես, դու անպայման պետք է գեյ լինես, հա, ուրիշ տարբերակ չկա։ Ու անպայման Ռուսաստանի թշնամի։ Այս էլ ասեմ չմոռանան։ Այս մանիպուլյացիայի մի ենթարկվեք ժողովուրդ։ Ձեզ այդպես հարց որ կտան, ասեք մեզ այդ հարցը մի տուր, այդտեղ ընտրություն չկա։ Իմ երկիրը Հայաստանն է, հա, եւ ես ուզում եմ Հայաստանում ունենամ այն, ինչ որ ունի մարդավարի ապրողը Եվրոպայում։ Այսքան բան։ Օրենքով պաշտպանություն, նորմալ աշխատանք, նորմալ թոշակ, երեխաներ ունեն նորմալ մանկություն, ծերներ ունեն նորմալ ծերություն։ Սա է։ Մի տվեք այդ հիմար հարցերը եւ մարդկանց մի ստիպեք իրանք ընկնեն այդ մանիպուլատիվ դաշտը։ Գնանք առաջ։ Վերադառնանք այն թեմային։ Երկու ամսվա զինծառայողների մարտի դաշտ մտցնելը, նրանց առանց հրամանատար ու կապի միջոցով թողնելը, ինչ է եթե ոչ սլիկայություն։ Սա սլիկայություն չի։ Սա դավաճանություն է։ Ինչ սլիկա, սա հանցագործություն է։ Բլոգեր Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջի վերարումն է սա։ 44 օրյա պատերազմում Հադրութի Վանք գյուղում շրջապատման մեջ մնացած զինվորներին ոչ ոք այդպես էլ օգնության չհասավ։ Ինչերով ասեմ։ Վանք Հադրութի շրջանի հրամանատարը, որը զորքին թողելու փախել է շրջապատման մեջ, որ կոտորվել։ Այսօր Պապիկյան Սուրոյի մոտ հրամանատար աշխատում Արարատում։ Լավ կատարելու, հանցագործությունը լավ կազմակերպելու համար, երեխեքին լավ սպանելու համար ինքը այսօր բարձրագույն պատկերվածված է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Ինքը հրամանատարը ավելի յուղոտ տեղում։ Ոչ խոստացված հատուկ ջոկատայինները եկան, ոչ էլ հրամանատարները։ Գյուղի տներից մեկում պատասպարված զինվորներից 19-ամյա Տիգրան Ագանեսյանը 10 օր վիրավոր վիճակում պայքարեց ապրելու համար, բայց ապարդյուն։ Նույն վիրավոր վիճակում գտնվող Ադոյան Դավիթը 18 օր պայքարեց ապրելու համար, բայց կրկին ապարդյուն։ Իրար կողք էին նկուղում պարկած, վիրավոր։ Տիգրանը չէր կարողանում խոսալ, միայն ձայներ էր հանում, պատում է զինակից ընկերը։ Պատկերացնում եք։ Այս մեր երեխեքի մասին է խոսքը։ Ոչ շատերի համար, որ իրանց երեխեն չի, ոչինչ։ Ու պարզվեց 3-400 հազար մարդ կա այդպես Հայաստանում։
Ներում չկա ձեզ։ Ներում չկա, Նիկոլը չէ։ Նիկոլը այս հրամանատարին հրամանատարը նշանակել։ Հիմա այս ամեն ինչը կազմակերպած հրամանատարը անազգան չեմ իջում ես բայ չեմ կարող ասել։ Պանայում Սուրիկի մոտ հրամանատարը։ Լավ կազմակերպելու համար է ջարդը։ Բա ոչ թե դատապարտված է, որտեղ միջև այսօր կան թափոններ, որ պնդում են սա քոչելաններ կազմակերպել, բա ինչի չեն դատապարտվել դրանք։ Բա ինչի միջև 44 օրյա պատերազմի հանցագործների ցուցակները մենք չունենք։ Ինչի է զեկույցը թաքնված պահում, հա։ Ալեն Սիմոնյանն էլ տեսնում բարև են տալի փոխանակ երեսին թքեն, անենց ոնց որ ինքն էր թքում մարդկանց երեսին, երբ որ ինքը ազգային ժողովի նախագահն էր։ Որին դատախազն ասեց, դա նորմալ պրակտիկա է, դա հանցագործություն չի։ Թքեք Ալենի երեսին որտեղ տեսնում եք։ Վստահ որ արդեն դա հանցագործություն չի։ Քանի որ սրիկայի թեման շատ է արծարծում։ Ես ուզում եմ Ռեփսիմի Ջաբեջյանի գրառումը կարդամ։ Իմանալով, որ օդը անպաշտպան է, ու մեր ջահել տղեկին տանել մսաղած ֆոսֆորային կրակից թողնել անպաշտպան, կեսի մարմինները բերել, կեսինը տողակներով լցել են դիահերձվերանների գետինները, մեկի մոտ 3 ոտք տալ, աղմուկից հետո մի ոտքը հանել, սա սրիկայություն չի, սա անուն չունի, բառարանում նման բառ չկա, որ ասվի, որ համարժեք լինի։ Ինձ կոնջերանին մեկը տասել, անտրված պատգամավորին ազգային ժողովի շենքից դուրս շպրտել կարող է միայն ժողովուրդը։ Իր ժողովրդի մասունը գիտի ում երբ ու որտեղ շպրտել։ Ոչինչ մոռացված չի։ Օրը գալու է, եւ մենք այդ օրը բերելու ենք հնարավորինս արագ ու նախնական հաշվարկներով, որտեղ ես այդ հաշվարկներն եմ անում, որ ասենք քրեակատարողական հիմնարկում որքան մարդ է նստած, տարողունակությունը որքան է, եթե շատ լցենք որքան կարելի է լցնել։ Ես հասկացել եմ մի բան, մեր իշխանության գալու դեպքում, իշխանություն ունենալու պարագայում, բանտերը մի 90%-ով պետք է դատարկել ու լցնել ամբողջովին ԿՊ-ականներով եւ իրենց ծառայած, իրենց համար ծառայած զինվորականներով ու ոստիկաններով իրենց համար ծառայած, ովքեր կազմակերպել են այս մեծ սպանդն ու դավաճանությունը ու հազիվեր հերիքի։ Եթե նույնիսկ չերիքի տարածքները վստահ եք, մեկ նոր բանտ չենք կառուցելու, հերթով կքնեք։ Մեկը ոտի վրա կկանգնի, մինչև մյուսը քնի։ Այնքան մինչև դուք իրար ուտեք այդ բանտերում, թե ով որը տա քնելու, որը կանգնի ոտերի վրա։ Հա, ու այդ օրը գալու է։ Այդ օրը մենք մի օր առաջ շուտ բերելու ենք։ Ինչ սրիկա, ինչ բան, սրիկան ինչա ձեր համար, թե դուք սրիկա չեք։ Դուք Նիկոլ եք, դուք հրեշ եք։ Չկա երեն մտեսպար։ Եվ այսպես եկանք Զանգեզուրի միջանցք։ Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղար։ Հետաքրքիր։ Ինչի։ Ես հիշացնեմ Հնդկաստանը ինչ դեր ունի այս ամեն ինչում։ Այս մեր միջանցքի հյուսիսարավ ճանապարհի առաջնային շահառուներից մեկը Հնդկաստանն է։ Եվ Հնդկաստանը, եւ Չինաստանը։ Մեր հյուսիս-հարավ ճանապարհի անխափան աշխատելու շահառուները այս երկու գիգանտ երկրներն են պլյուս Իրանը։ Դե մեզ հարց է տալի։ Թուրքը ում շումն է Իսրայելի ու Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, որ կարողանա հակադրվել այս 3 գերտերությունների հետ։ Ընդ որում միայն նույնիսկ մենակ Իրանի հետ էլ նույնիսկ իրանք չեն կարողանում։ Միայն Իրանի։ Իսկ ես ուղղակի վախենում եմ մտածել, թե ինչ է լինելու շուտով Թայվանի հետ, որովհետև Ամերիկայի Միացյալ Նահանգներում հակաօդային պաշտպանության ուղղակի միջոցներ չկան։ Հրթիռների այն աստիճան դեֆիցիտ կա, որ արդեն Պենտագոնում բարձր գոռում են այդ մասին, պահանջում են դադարեցնել Իրանի հետ անիմաստ պատերազմի Իսրայելի համար, որովհետև այլ տարածքներում այլևս Ամերիկայի Միացյալ Նահանգների
բազաները դառնում են անպաշտպան ցանկացած հարձակման համար։ Իսկ հիշեք, Չինաստանը հանգիստ ծխում է կողքի վրա։ Հանգիստ։ Ու մեկ էլ կտանանք, կիմանանք։ Մի օր որ sense քայլելով գուցե մտել են արդեն Թայվան։ Դա մեզ պետք չի, բայց վերադառնանք մեր տարածաշրջան։ Եվ այսպես, հնդկական դելեգացիան անվտանգության քարտուղարը եկել Հայաստան։ Ինչի՞։ Պաշտպանության քարտուղարը դնեցին։ Ինքնային անվտանգության։ Մենք իմանանք շուտով։ Ամեն մարդ իր վերջն ունի, վախճան ունի։ Բոլորս։ Մեր գործը այս process-ը արագացնելն է։ Ոչ թե որ մենք չարենք, մենք վատն ենք, չէ։ Միջև չվերականգնվի արդարությունը, արդարադատությունը, Հայաստանը եւ ցանկացած պետականություն չի կարող ունենալ զարգացում։ Այնպես որ սա իրականացումը, սա ընդհանրապես վրեժխնդրություն չի, չէ, այսինքն sense մոլերանդի վրեժխնդրություն չի, սա պատմական անհրաժեշտություն է։ Որից հետո միայն նոր հայ ժողովուրդը պատմության քաղաքակրթության առաջ բարոյական իրավունք կունենա հանդես գալ որպես պետականություն եւ հայց ներկայացնել զարգացնելու համար։ Քանի սա Հայաստանի ժողովուրդը չի իրականացել, ինքը խնդիրներ ունի բարոյական դաշտում։ Ինքը չի կարող որևէ պահանջ ներկայացնել որևէ երկրի։ Հիշում եք այս դեմքին, որ 3 խորհուրդ կարդում էր, թե ինչու է ուժեղ Հայաստանի падգամավորը ռուսական համանիշներով պատտվում։ Եվ իրեն ասեցին, մենք արդեն զարմանել ենք, դադարել ենք զարմանալուց ձեր վրա։ Դա ռուսական չի, դա լատվիա է։ Այսօր այս խորհրդին հարց են տալու։ Ձեզ հարցը գրել եւ ուղարկել էր Ռոմանոս Պետրոսյանը։ Ձեզ Ռոմանոս Պետրոսյանն է հրահանգում ինչ հարցեր տալ կամ Աչքի համար ոնց էր տեսանալի։ Շատ բարձ երևում էր ճիշտ ասած։ Ասում եմ ոնց եք տեսել։ Շատ բարձ, հեռախոսի մեջ երևում է։ Հեռախոսի Ճշտում իհարկե քաղաքացիական պայմանագրի կուսակցության ոչ մի падգամավորի, ոչ մի պաշտոնյա չի լինում որ ասի ինչ հարց տա, առավել եւս գրված տեսքով։ Ուզում են ասել չի կարող, հետո հասկացա որ կարող է ծանր նստի, չի լինում այտենց որ գրած հարց տա։ Բայց հետո խոստանում եմ որ այո եղել է։ Բայց լինում է որ մենք падգամավորներս կառավարության անդամների եւ այս պահին կոնկրետ կառավարչի հետի ճշտումներ ենք իրականացնում ու ինձ ճշտումներ ես բարձրաբանում եւ ճշտում են իրականացել որ այդ համանալնիշը եղել է ռուսական։ Այն էլ Ռոմանոսի Պուպուլիկի հետ սա բանա ճիշտ է։ Այնի գրել է, էս էլ է շիշ կարդացել է։ Ժորժան, սա մեր ճակատագիրն է որոշում։ Սա հանակ մասխալություն չի։ Դուք հասկանում եք, հանակ մասխալություն չի։ Այնի նստած մի տեղ սան հարց է գրել, որ տուժ էս հարցը։ Դե սրանք էլ ուսապարկ են, կյանքում չեն կարա ստուգ են։ Մտածում են դե Պուպուլիկը մի բան ասում, ու պետք է կրկնել էլի։ Ումրեի պահանջում, որը որ այս պահին ավելի լավ կարող է տիրապետել Ռոմանոս Պետրոսյանը։ Այո, Ռոմանոս Պետրոսյանը տիրապետեց հարցին, գրեց քեզ որ տար, դալիչն էլ քո վրա ղժած, դու մնացիր ամբողջ կյանքում դրա տակ։ Իսկ ինչ վերաբերվում է հարց գրել տալուն, ոնց է կարծում, ես նման եմ մարդու, ով կարա գրած հարցեր հնչեցնի։ Չէ, դու նման ես մարդու, որ գրած հարցը նույնիսկ չի կարա հնչեցնի։ Նույնիսկ այնքան հիմար է, որ չի հասկացել ինչ է արել։ Չէ, դու ընդհանրապես դու մարդու նման չես, սկսենք դրանից։ Այս միջադեպը Ադրբեջանում ունիկալ ճապոնացի տուրիստները, իրենց ընթացքում Ադրբեջանում հանդիպել են sense մի դեպք։ Ճապոնացի հեծանվորդուհին Ադրբեջանում սեռական ոտձգության է ենթարկվել։ Ադրբեջանը մեզ շատ գեղեցիկ հիշողություններ պարգևեց, բայց այս հանդիպումը դարահամ թողեց, գրել է հեծանիվներով Գերմանիայից Ճապոնիա ճանապարհորդող զույգն իր Instagram-յան էջում։ Գիտենք, որ սա կարող է պատահել ամենուր, բայց միևնույն է, շոկային էր։ Այն բանից հետո, երբ մի տղամարդ առանց իմ համաձայնության դիպավ կրծքիս, ոստիկանությունում ինձ ասացին. «Գուցե նա կարծել է, թե դու տղամարդ ես եւ ցանկացել ես ստուգել»։ Ես լռեցի եւ մտածեցի, արդյոք իմաստ ունի այստեղ շարունակել պայքարս իմ իրավունքների համար։ Չէ։ Պատկերացնում եք իմաստ բան է, ոստիկանությունն ասել է, դե լավ, հա, լավ։ Երևի ուզեցել է ստուգի կինես այդ տղամարդ։
միամիտ ճապոնացին գնացել է Ադրբեջան։ Սրանք ոնց կային անասուն։ Հա, դες մնացել են, ժո, բան չի փոխվել իրաց մոտ։ Իրոք բան չի փոխվել։ Եթե իրաց մոտ մի բան փոխվի, կարող է փոխվի մեր օգնությամբ։ Այդ ժամանակվանից ի վեր ես մի փոքր անհարմար եմ զգում, երբ անծանոթները խնդրում են լուսանկարվել, կամ երբ ինչ-որ մեկը չափազանց մոտ է գալիս։ Կարլն ու Լիզան գերմանացի եւ ճապոնացի ամուսիններ են։ Հա, ինչ եմ ասում, կարող է մենք փրկենք, որովհետև գիտեք իրանք ինչ կարգավիճակ են ապրում։ Նույնիսկ հիմա իրանք բողոքում են, որ Արցախում տեղաշարժվելու համար, տեղից տեղ գնալու համար թույլտվություն են իրանցից ուզում։ Իրանք ռեզերվացիայի մեջ են ապրում։ Ռեզերվացիայի։ Այդպես ապրել են, ասենք, սովետական միությունում, մինչև 30-ական թվականները, որ տեղից տեղ տեղափոխվելու համար, քաղաքից քաղաք գնալու համար պետք է ունենային պալետի ստորագրությունը։ Այդ չեմ ասում ցարական Ռուսաստանում հրյաներին ընդհանրապես արգելված էր քաղաքից դուրս գալ, տեղից տեղ տեղափոխվել։ Նույնը Ադրբեջանում է, դրա մասին իրանք են գնում։ Այնպես որ, երբ որ դուք ադրբեջանցու հետ մտնում եք բանավեճի կամ լեզվակռվի, դուք իրանց ասեք, որ եթե դուք մեզ շատ խնդրեք, կարող է մենք ձեզ փրկենք։ Կարող Ալիևից։ Բայց եթե շատ եք ուզում այդ անասունի կարգավիճակում մնալ, ապրել, դա ձեր խնդիրն է, ձեր իրավունքն է։ Մենք ասա լսենք։ В начале 20 века из 30 миллионов человек, проживавших в Османской Турции, турецкий элемент составлял 6 миллионов. 30 միլիոն ժողովրդից թուրքերը եղել են 6 միլիոնը։ Այսինքն 20%-ը։ 20%-ն է եղել թուրք Օսմանյան կասության մեջ։ На Лозаннской конференции 1922 года армянская делегация заявила, что согласно неполным церковным данным, в результате геноцида армян 1915 только года погибло от 6 до 7 миллионов мирных жителей. Ոչ մի կասկած, որովհետև Շահամիրյանների զեկույցը կա, երբ որ Բաղդամյանին ուղարկում են Հնդկաստանից, որ գա ուսումնասիրի ժողովուրդների տրամադրությունը, հայերի տրամադրությունը, որը գալի հիասթափած գրում է, այդտեղ ուրիշ մի հատ շատ կարևոր թիվ կա, որ 6-ից 7 միլիոն հայ է ապրում տարածքում։ Դա այս դեպքերից 100 տարի առաջ էր, 100-150 տարի առաջ։ Այդ ժամանակ 6-ից 7 միլիոն հայեր ապրում։ Կոտորած, որ ասում են ցեղասպանություն 1.5 միլիոն, այն Անդոնին, ասեք, 1.5 միլիոն չի, 6 միլիոնից ավել է։ Британская делегация заявила, что согласно их неполным данным погибло 3,5 миллиона армян. Իսկ բրիտանացիներն ասել են, որ մեր ոչ ամբողջական ցուցակով 3.5 միլիոն հայ է սպանվել։ Սա բրիտանացիների պնդումն է։ Турецкая делегация признала гибель 1,5 миллиона армян. Эта странная цифра сейчас циркулируется. Իսկ թուրքերը խոստովանել են այն ժամանակ 1.5 միլիոն հայերի սպանության մասին։ Երբ որ ինձ ասում են Սփյուռքում մարդ կա Նիկոլին է պաշտպանում։ Ախր չէ՞ որ Սփյուռքը ամբողջ հենց այս ցեղասպանության հետևանքն է։ Այս ցեղասպանության հետևանքը ո՞նց է սա հնարավոր, ո՞նց է սա բացատրվում։ Ինձ ասեք էլի, ես չեմ հասկանում ժողովուրդ, կարող է ես եմ հին, կարող է ես եմ, չգիտեմ, նահապետական մտածելակերպով, ո՞նց էլի։ Только в пустыне Дер-Зор погибло 1,5 миллиона армян, было уничтожено более 60 армянских городов и более 2500 армянских сел. 60 քաղաք, 2500 ավել գյուղ։ Մենակ Դեր-Զորում է 1.5 միլիոն մարդ մահացել։ Եվ իմ հյուրերից մեկը, որը աշխատել է Սիրիայում, պատմեց, որ սովետի ժամանակ հենց Դեր-Զորում, որ արաբները տեղի իրենք գիշերով տարել են Դեր-Զոր ու ցույց են տվել տեղերը,
Ոնց են հասկացել, որ հենց այդ տեղերն է, որովհետև միջև հիմա մահացածների ոսկորների այդ ֆոսֆորից փայլում է, գիշերը լույս է տալի տարածքը։ Պատկերացնում եք, 110 տարի անց էլ արդեն։ Մահացածների ոսկորները այդ ֆոսֆորը միջև հիմա այդ տարածքում լույս են տալի գիշերը։ Դա համար իրենք գիտեն, որ հենց տեղ են։ Ոնց կա այդ անապատը տենց է։ 6 միլիոն հայ, 2500 գյուղ, 60 քաղաք։ Ինչ է եղել որ։ Ինչ է եղել որ։ Ոչ իվան։ Արցախը տվեցինք, ինչ է եղել որ։ Դե սենց մտածելակերպով ժողովուրդ ջան։ Սա էլ պետք է լիներ։ Նշանակում է, որ մի օր Հայաստանն էլ չլինի, նույն մարդիկ էլի ասել են։ Հիմա ինչ կարող ասեմ, թուրք ուժեր էր։ Իսկ ես թվերից, ես չգիտեմ արդեն ինչ անեմ, լսեք սա։ 30 тысяч жертв этнических армян в российско-украинской войне. 30 тысяч жертв. Слушайте, 30,000 մարդ ասպանվել ռուսական պատերազմում։ эти люди, мы воевали с 90-х, начиная с Азербайджаном, и крепко воевали, знаете. Мы воевали в 90-х, мы воевали в 16-м году, коротенькая 4-дневная война, и в 20-м году 44-дневная война. Господи, столько жертв из армян не было. Суммарно примерно 10 тысяч, 10-11 тысяч жертв, о которых мы скорбим до сих пор. Эта тема муссируется, знаете, вот периодически столько-то жертв. Господи, мы все скорбим об этом. Не о чем говорить. Ни одна собака не упомянула вот эти 30 тысяч армян, которые костьми легли на этой похабной войне. Похабной, поганой войне. Бессовестной, бесчестной. Вы по ночам нормально спите вообще, да? Ինչքան մարդ Ռուսաստանը տեղափոխվել, որ երբեք բանակ չգնան, ապահով ապրեն։ 30,000 հայ սպանվեց պատերազմում, ես մենակ ռուսական կողմից է, մենք չգիտենք այնտեղ ինչքան է։ Կամ կարող անկել է երկուսն իրար է ասում։ Ես հասկանում եմ, որ ինքը Ռուսաստանի կողմից է ասում իրար։ Բայց լավ ընդունենք, ասենք նույնիսկ Ուկրաինայի կողմից ու Ռուսաստանի կողմից միասին է 30,000 հայ։ Երբ որ մենք երկու պատերազմում իրար հետ ունեցել ենք մաքսիմում 11,000 սպանված։ Ադրբեջան ունեցել է 10 անգամ ավել։ Միջև մա իրաց մոտ թվերը չեն էլ ասում։ Միջև մա իրաց մոտ պարետային ժամը, հատուկ դրություն։ Ես գիտեմ, որ այս իմ քննադատական խոսքից այս պատերազմի վերաբերյալ, Ռուսաստանի դիտորդման վերաբերյալ, շատ են ընկերները, շատ են մարդիկ, ովքեր նեղվում են Ռուսաստանում։ Որդ, հիշեք, իմ խնդիրը, որպես հայ մարդ, ոչ մեկին նեղացնելը չի։ Եվ հակառակ, իմ խնդիրը ոչ մեկին արդարացնելը չի։ Ոչ մեկի հանցագործությունները թաքցնելը չի։ Իմ խնդիրը իմ պետության, պետականության շահերը պաշտպանելն է։ Եթե մի բան կա, ասելու, ես ասելու եմ։ Անկախ նայած, որ երկրին է վերաբերվում։ Անենց հաստատում, որ վերջի 1 տարի ես ավելի շատ Ամերիկայի մասին եմ խոսում, բացասական իմաստով կա Ռուսաստանի։ Որովհետև իմ համար առաջնայինը իմ պետականությունն է, իմ երկրի շահերն են։ Ինչն է խանգարում, ասենք որ նույն ձևի մարդիկ վերաբերվեն։ Նրանք այն մարդիկ, որոնք ապրում են Ռուսաստանը։ Միթե երկիրը այդքան ավելի կարևոր է, քան ձեր սեփական երկիրը։ Միթե դուք այդքան, չասեմ էլի կուրացել եք, բայց ասենք, սենց չեք ուզում տեսնեք, սենց նեղ ուզում եք նայեք, հանկարծ ոչ մեկ Ռուսաստանի բացի բան չասի։ Չէ որ դա ձեր երկրին է վերաբերվում։ Ձեզ ոչ մեկ չի ասում տեղում ավտոմատը վերցեք ապստամբություն արեք այդ երկրի ղեկավարության նկատմամբ։ Մենք աննորմալ չենք ժողովուրդ, բայց մենք իրավունք չունենք աչք փակելը, որտեղ եթե դուք ուզում եք ռուսը ձեզ հարգի,
Դուք պիտի երեսին այդ ամեն ինչը ասեք։ Երբ որ դուք լռում եք, ինքը արդեն default գիտի։ Ինչ անի դուք մենակ մեկը լռելու եք։ Որովհետև 1890-ական թվականներին կա զեկույց Կովկասի բանից, գուբերնատորից, ցարին, որ բոլոր վեճերը մահմեդականների եւ հայերի մեջ ավելի հեշտ է լուծել մահմեդականների օգտին, որովհետեւ հայերը հարմարվելու են։ Այ մահմեդականները իրենք կարող են ըմբոստանալ, կարող են ապստամբել, դրա համար գլխացավանք չունենալու համար բոլոր վեճերը, չեն ասում է ադրբեջանցի, ասում են մահմեդականների եւ հայերի։ Բոլոր վեճերը հիմնականում լուծվել են մահմեդականների օգտին։ Միջև հիմա փաստորեն նույնն է, այսինքն հայ մարդը փոխանակ ինքը իր շահերը պաշտպանի, ինքը մտածում է որ խելոք մնաց, սուս մնաց, լուր մնաց, իր հարգանքը շատանալու է։ No, չէ, ոչ, նյետ։ Լրողին, հարմարվողին ոչ մեկ չի արվում։ Առավել ևս ռուսը։ Կարող է Եվրոպայում դա գնահատեն որպես բարեկրթություն, բայց վայրենի երկրներում դա գնահատում է որպես թուլություն։ Տենց է եղել, տենց կա, ու տենց է լինելու է։ Սա շատ հետաքրքիր բան է, սա մասին անպայման մենք խոսենք։ Ситуация, начинается война, появляется риторика «захватим столицу за 3 дня», потом выясняется, что что-то пошло не так, люди начинают думать, что тогда мы захватим столицу, наверное, за 3 недели, потом за 3 месяца, но так ничего и не происходит, и вот война длится уже несколько лет. Но почему-то ее сторонники веру в святость войны, несмотря на неудачи, не теряют. Им как будто бы все равно, что ничего из обещанного не сбылось, им как будто бы не видны очевидные факты, они продолжают свято верить в происходящее. Մեկի մի բան են խոսք տալի ու չի լինում։ Ում որ խոսք են տվել, այդ մարդիկ թքած ունեն, խոստված եղավ թե չեղավ։ Սա փաստորեն հիվանդության տեսակ է։ Փաստորեն նույն հիվանդությունը կա Ռուսաստանում, կա Հայաստանում, նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներում այդ հիվանդությունը կա, որովհետև այդ մարդիկ այտենց են ուզում, իրանք թքած ունենան իրանց խոստվածածը, արել են թե չէ։ Չեն արել նույն իրանք կգտնեն պատճառ դա արդարացնելու համար։ Այն անեկդոտի նման էլի, որ ամեն օր ամուսինը ուշ է գալի, հարբած, կինը ամեն օր հարցնում է, մի բան պատասխանում է, մի օր էլ ասում է, կինը ուր էիր, ինչի ես ուշ եկել։ Լսի ասում է, խելացի կին ես էլի, արի մի բան էլ այսօր ինքնուրույն մտածե էլի։ Այս նույն վիճակը, երբ որ նրանց խաբում են, չեն անում, ժողովուրդը փողանակ ոչ թե նեղանա, ինչ ես ինձ խաբել, ինքն է սկսում արդարացնել այդ process-ը։ Почему так происходит? В 1954 году американская домохозяйка Дороти Мартин объявляет членам своего кружка, что 21 декабря наступит конец света, но ничего страшного, их заберет летающая тарелка. Наступает 21 декабря, никакого конца света не приходит, летающая тарелка не прилетает. Как вы думаете, что дальше происходит в умах вот этих вот членов кружка? Если вы думаете, что они как-то разуверяются в уме Дороти Мартин, вы ошибаетесь. Они начинают верить ей только сильнее. Во всю эту секту вступает психолог Фестингер. Սուբիկին 50-ական թվականներից Ամերիկայի Միացյալ Նահանգներում իր շրջապատում ասում է որ օրը գալու է դեկտեմբերին եւ աշխատը կործանվելու է, հենց ամիսամսաթիվն էլ ասում է։ Բայց մի անհանգստացեք, մեզ բոլորիս հալմոլորականները փրկելու են։ Գալիս է օրը անցնում է ոչինչ չի լինում։ Եվ թվում է թե այդ մարդիկ պետք դադարեն իրեն հավատալ։ Չէ, ավելի մեծանում է այդ հավատացողների շրջանակը։ Հիմա Он специально внедряется туда для того, чтобы исследовать, что происходит в умах людей, когда реальность прямо противоречит их убеждениям. Фестингер довольно быстро убеждается, что происходящее вокруг нас не может поменять наши убеждения. Если что-то противоречит нашей картине мира, мы просто меняем интерпретацию происходящего. Նույնիսկ եթե քեզ ասում են ու իրականությունը հակասում է, չի, իրականություն չի։ Մարդը սկսում է բացատրություններ գտնել։ Էլ չի սպասում որ իրեն բացատրեն, ինքը սկսում է բացատրություններ գտնել, ասեն անեկդոտն ասում է խելացի կինես մի բան էլ դու մտածել էլի։ Ինքը բացատրելու կարիք չունի, ինքը հաշիվ չի պահանջում, ասեն դա տեսակ է, ինքը սկսում է իր իրաբանով բացատրություններ գտնել, թե ինչի չեղավ։
բայց կյանքում չի ներողանալսի, դու ինձ խաբեցիր։ Լրիվ Նիկոլ Փաշինյան։ Նիկոլը ինչ ասես խոսքա տվե, չէ՞։ Ոչինչ չի արել, բայց իրան ընտրողը պրոբլեմ չունի, ինքն է արդարացնում։ Это стандартный когнитивный диссонанс, состояние психического дискомфорта, когда два знания противоречат друг другу. Да, կոգնիտիվ դիսոնանսներ, հոգեբանական դիսկոմֆորտ, մի խոսքով, հիվանդություն։ Այստեղից հետևություն։ Նիկոլ Փաշինյանին հավատացողները, իրենց խաբված զգացողները հիվանդ։ Այդ հիվանդությունը կոչվում է կոգնիտիվ դիսոնանս։ Երբ որ մարդու պատկերացումները իրականության հետ չի բռնում, բայց մարդը տեղ խնդիր չի տեսնում։ Ես չեմ ասում, հոգեբաններն են ասում։ Փաստորեն Հայաստանում դժվարացնում են, բարդացնում են Սփյուռքի մեր ներկայացուցիչներին քաղաքացիություն տալը։ Ինչի՞։ Օրինակ ինչի՞։ Ցանկացած երկիր, որ ունի Սփյուռք, ինքը հեշտացնում է գործընթացը, որպեսզի իր հայրենակիցներին ավելի կապի իր մայր երկրի հետ։ Հայաստանում ինչի հակառակը գուշակեք։ Այո, որպեսզի դրսի ազատ մտածող մարդը հանկարծ չգա ընտրությանը եւ չմիջամտի Հայաստանի ներքին գործերին, որովհետեւ կոգնիտիվ դիսոնանսը աչոտ չպահանջողները Հայաստանում այս 10-15% որ ունեն ընտրություններով, խափելով, բանով վերում են կան ասում եմ 40-49% ու կարողանում են իշխանություն զավթել։ Իսկ այն մարդիկ, որ հիվանդ չեն, դե հիմնականում ովքեր հիվանդ չեն, ովքեր հեռու են այդ ինֆորմացիոն գարշանքից, այդ ինֆորմացիոն մանիպուլյացիաներից, այ իրանց մուտքը պետք է դժվարացնել, քաղաքացիությունը դժվարացնել տալ իրենց։ Հասկանում եք, ինչ է դա փոխվում։ Իշխանության զավթումը հեշտացնելու համար փաստորեն արգելափակվում է երկրի զարգացումը։ Իրանց ինչին է պետք երկրի զարգացումը, մանավանդ որ իրանք երկարատև պլաններ չունեն կապած այդ երկրի հետ։ Հռոմի Պապը կոչ է արել դադարեցնել բռնությունը պաղեստինցիների նկատմամբ։ Հասկացելի է, այս Հռոմի Պապը ինչի հենց այսօր։ Արդեն հեսա կլինի 3 տարի է։ 23 թիվ։ Այո, հեսա կլինի 3 տարի է։ Բռնություն, դա ցեղասպանություն է, բռնություն չի, Հռոմի Պապը։ Սանայենք։ Սա իրանն է ցույց տվել իր առաջի ատոմային սուզանավը։ Ատոմային սուզանավը, առաջի իրանական ատոմային սուզանավը։ Տավ։ Դե, Տրամփ։ Պատրաստիր։ Իսկ Տրամփը արդեն հասկանում է, որ Նետանյահուն իր համար լրիվ գլխացավանք է։ Ասենք սա։ Штатов заявил. Трамп отказал Нетаньяху в поддержке на выборах. Президент Штатов заявил, что премьер-министр Израиля сам собой является своим худшим врагом. Это հրաժարվել է Նետանյահուի պաշտպանի այս ընտրությունների համար եւ խոստովանել է, որ Նետանյահուն ինքը իր թշնամին է։ Այո, ինքը իր թշնամին է, բայց դու գնալու տեղ չունես, Տրամփ։ Դու չես կարող այն չպաշտպանես, որովհետեւ դու խնդրեմ կունենաս։ Այ այսպիսի։ Այսօր դու հրաժարվում ես, վաղ այս ֆայլերը էլի կցպնեն մի քանի միլիոն օրինակ Էփստինի։ Էլի դու խելակորույս կվազես միկրոֆոնի մոտ եւ քո աջակցությունը կհանձնես միջազգային կհայտնես միջազգային մարդասպանին։ Ուր պիտի գնաս։ Ուր։ удар по репутации главы израильского правительства прямо перед парламентскими выборами. Ведь поддержка Трампа считалась критически важной для переизбрания. Получается, что главный союзник Израиля в Америке просто умывает руки. Трамп... բայց ուղղակի մեկն լինի հիմա Թրամփին աջակցի։ Երկուսն էլ ընտրություններ ունեն։ Հաշումը 1 հոկտեմբերի 27-ին Իսրայելում եւ նոյեմբերին Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Երկուսն էլ կորած մարդ, բայց լսենք The Iranian president penned an open letter to the people of the United States, titling it, "In the Name of God, the Compassionate, the Merciful." Let's read what he wrote, because it's pretty powerful and we all
Իրանի նախագահի տարածած նամակն են կարդում ամերիկացի ժողովրդին, որ ասում է շատ հզոր նամակ է։ Աստծո անունից խաղաղություն է խնդրում Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդի համար։ Ես ամերիկացին կարդալու եմ իր All need նամակը։ to hear it. To the people of the United States of America, and to all those who amid a flood of distortions and manufactured narratives continue to seek the truth and aspire to a better life. Iran, by the very name, character, and identity, is one of the oldest continuous civilizations in human history. Despite its historical and Խոսքով ասում եմ, որ դες շատ տարբեր բաներ են ասել, բայց տեսնենք իրականում ինչ կա, որ ընդհանրապես Իրանը դա հին ցիվիլիզացիա է։ Հին ցիվիլիզացիա է, շատ հին, հա։ geographical advantages at various times, Iran has never, in its modern history, chosen the path of aggression. Ասում եմ, ունենալով շատ արդյունավետ դիրք ընդհանրապես աշխարհագրական, իր ամբողջ ժամանակակից պատմության մեջ երբեք ագրեսիա չի իրականացել իր հարևանների նկատմամբ։ Ինքը չունի հող գրավելու, պատերազմ հայտարարելու փորձ։ Երբեք դա չի արել։ Expansion, colonialism, or domination. Գաղութատիրություն, դոմինացիա, երբեք դες բան չունի Even after enduring occupation, invasion, and sustained pressure from global powers, and despite possessing military superiority over many of its neighbors, Iran has never initiated a war. Եվ ասում եմ, չնայած ունի ռազմական գերակայություն բոլոր հարևանների նկատմամբ, Իրանը երբեք պատերազմ չի սկսել։ Yet it has resolutely and bravely repelled those who have attacked it. The Iranian people harbor no enmity towards other nations, including the people of America, Europe, or neighboring countries. Even in the face of repeated foreign interventions and pressures throughout their proud history, Iranians have consistently drawn a clear distinction between governments and the peoples they govern. Չնայած այս պատերազմին ինչ-որ կա, ինչ-որ եղել է ժամանակին, իրանցիները շատ հստակ տարբերել են ինչը նշանակում տեղի ժողովուրդ եւ կառավարություն, այսինքն իրանցիները երբեք ժողովրդին կառավարության հետ չեն նույնականացել։ This is a deeply rooted principle in Iranian culture. Դա շատ, ասում եմ, արմատական, շատ խոր արմատական իրանական մշակույթ է։ Այն որ իրան գոռում են մահ ամերիկացիներին, դա կառավարության է վերաբերում, սիոնիստական կառավարությանը։ And collective consciousness, not a temporary political stance. Դա ասում եմ, դա հին ավանդույթ է եւ կոլեկտիվ գիտակցություն, ոչ թե ժամանակակից հայտարարություն։ For this reason, portraying Iran as a threat is neither consistent with historical reality nor with present-day observable facts. Such a perception is the product of political and economic whims of the powerful. Մի խոսքով, արդեն հիացած կարդում այդ նամակը, ասում եմ, sense նամակ կարող է գրել մենակ հզոր անձնավորությունը, որի ընթացքում հիմնականում բացատրում է, որ ձեր կառավարությունը, ձեր փողերով ծառայում է օտար երկրներին եւ ինքը անիմաստ պատերազմա հրայր է, որտեղ սպանում է իրանցիների, սպանվում են նաեւ ամերիկացիներ։ Եվ այդ փողերը, որոնք կարող են ծառայել Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակիչներին, իրենց խնդիրները լուծելու համար, փաստորեն Իսրայելի համար դրանք ուղղակի մսխվում են պատերազմի համար, որտեղ տուժում են բոլորը, եւ ամերիկացիները եւ իրանցիները։ Եվ որ այս պատերազմը իրական ոչ Ամերիկայի ժողովրդին է պետք, ոչ էլ Իրանին։ Իրանի նախագահ խոսում է Ամերիկայի ժողովրդի հետ։ Եվ այս մարդը սենց կոլորացած աչքերով զարմացած է այդ գրագիտության եւ խորոխոսքի վրա։ Իսկ իսլամական հանրապետության այդ գլխավոր բանակի հրամանատարը ասում է, պարզ ասում է, մենք ծնկի բերեցինք պատմության մեջ աշխարհի ամենազինված բանակին։ Այո։ Շնորհակալություն հայտնել Իրանի զինված ուժերին 6 ամիս շարունակ ցուցաբերած ջանքերի համար եւ ընդգծել դժվարին պայմաններում մարտիկների հարձակողական պաշտպանողական երկրի գործողությունը ցուցադրել երկրի պաշտպանական հզորությունը։ Ես հասկանում եմ, որ այս տողերը կարդալով շատերեն ցավ են ապրում, որովհետեւ իրանք հետեւողականորեն չեն ուզում հարմարվել մի բանի հետ։ Չի իրականանալու սիոնիստների երազանքը։ Չէ։ Ոչ միայն Իրանը մասնատելու, որովհետև Իրանի ռեժիմը ոչ մեկին չի խանգարում, ինչի՞ մա բացի իր ներքին ժողովրդից։ Ու վստահ եմ, հա, երբ ոչ մեկ չի կասկածում, որ ասենք Նետանյահուն չի երազում, թե իրանցիները ինչ ղեկավարում են։ Բացարձակապես իրան հետաքրքիր չի, որտեղ ինքը հենց հիմա ցեղասպանություն է կատարում իր երկրի քաղաքացիների նկատմամբ, պաղեստինցիների նկատմամբ։ Ոչ էլ ասենք Թրամփին է երբևէ հետաքրքիր եղել, ով ոնց է ապրում որտեղ, բացարձակապես։ Եվ այս պատերազմը Իրանը
Իրաք սարքելու, Իրանի նավթը գողանալու, հա, մասնատելու եւ տարածաշրջանում միակ հզոր երկիր Իսրայելին թողնելն է։ Իհարկե դրանից հետո կարող է հաջորդի լինել նաեւ Թուրքիան, բայց մինչեւ կհասնեին Թուրքիան, դե Իրան կա ամեն դեպքում, էլի։ Իրան կա, որը իրանց համար բարձրացվեց շատ անհաղթարելու խոչընդոտ է։ Իսկ մեր համար Իրանը դա Զանգեզուրի փրկությունն է։ Ոչ միայն մարդասիրական առումով, այլ քաղաքական առումով շատ կարևոր Իրանի հաղթանակը մեզ համար, գոնե ինձ համար։ Եվ ես ուրախ եմ, որ այս միտքը կիսողները գնալով շատանում են, մասնավորապես մեր ալիքը դիտողների մեջ։ Իդեպ, ալիքը դիտողներին ես նորից կոչ եմ անում, խնդրում եմ տարածել, բաժանորդագրվել Patreon-ին կամ օգտակար լինել ալիքին ձեր համեստ ներդրումներով, որի կատարողներին շնորհակալություն եմ հայտնում, իմացեք, որ դա շատ օգնում է ալիքի անխափան աշխատանքներին։ Սարասակ ես հիվանդին, մատեսեք էլի։ Claim. Watch. A lot of people are saying I'm one of the greatest presidents ever. They're not saying that though. Չադեն ասում եմ, որ լավագույն նախագահն եմ։ Հրագիրը ասում է, չէ, դες բան չեն ասում։ Սա կոչվում է Ամերիկա, սա կոչվում է դեմոկրատիա։ Երբ որ դիմացը նստած է հիվանդ նարցիս, հա, եւ ասում է, շատերին ասում ես լավագույնն եմ։ Ինքը որոշել է ինքը լավագույն, հրագիրը ասում է, չէ, դες բան չեն ասում։ Պատկերացրեք, եթե մենք դեմոկրատիայի խոսքի ազատություն ունենայինք Նիկոլ Փաշինյանին ինչ կլիներ իր, ինչի կվերածվեր իր ասումիցները։ Իրեք արդից օգտվելով էլի մեկը այն դրագրողները, որոնք իրենց ասելիքներն ասում են այդ բրիֆինգներին, ես բոլորի շնորհակալություն եմ հայտնում եւ մնացածներ խորհուրդ եմ տալիս ամենակարևորը ժողովուրդ հիշեք, դուք մնալու եք, սա գնալու է դժոխքի ճանապարհներով ու ձեզանից է կախված նաեւ թե ինչքան շուտ ինքը կհայտնվի այնտեղ։ A record-breaking number of Republicans are quitting Congress. So far, as of Monday of this week, 36 Republicans have announced that they're done. They're not going to seek re-election. Some of them, of course, are leaving early. One of them, we know, thanks to Donald Trump blurting it out last week, is probably going to be dead by June. As Հանրապետական հրաժարվել են։ Մասնակցել ընտրություններին 36 հանրապետական։ Հասկանում եմ, որ ոչ մի շանս չունեն, բացի միջոցների վատնումից, իրանք ոչ մի շանս չունեն այս ընտրություններում հաղթելու։ Իսկ ասել են, որ տենց է լինելու, ինձ թվում է, այս մասով ոչ մեկ չէր կասկածում, չէ՞ որ հանրապետականները, մասնավորապես Սիոնիստ հանրապետականները կորցնելու են ամեն ինչ։ Իսկ այսօր սոցիալի նորություններ Մեքսիկայից Թրամփի համար, Մեքսիկան, որը համարվում է աղքատ երկիր, փաստորեն անվճար բժշկություն ապահովում իր 130 միլիոն քաղաքացիների համար։ Անվճար բժշկություն 130 միլիոն քաղաքացիների համար։ Իսկ էս կողքի ամերիկյան Նիկոլը 600 միլիոն ուզում է ծախսել մենակ իր պարահանդեսի վրա։ Այդ չեմ ասում, քանի 10 միլիարդ է ծախսել արդեն պատերազմի վրա։ Եվ պատերազմը դեռ ավարտված չի։ Իսկ դա դիմաց կտրեց ամբողջ սոցիալական փաթեթը։ Բժշկություն, սոցիալական հովանավորություններ եւ այլն եւ այլն։ Թուրքիան խնդրում է, հիշեցնում է Թրամփին, որ իրան խոստացվել էս 35-երը, հիշացնում է, ասում է դու պարտավոր ես ինձ, դու խոստացել ես։ Հա, բա ոնց Էրդողան, բա ոնց։ Ստացեք Թրամփից իր խոստացածը, եթե դուք կարող եք։ Իհարկե։ Իսկ դա ամենահետաքրքիր ամենառադիկալ սենատորներից է Թոմաս Մեսին, որը ներկայացել է մի որոշում, որը արգելում է 3.3 միլիարդ ռազմական օգնությունը Իսրայելին, եւ սա պետք է դրվի քվեարկման։ Տեսնենք ոնց կասնի։ Սա կլինի պատմական քվեարկություն, եթե հանգարց սա անցնի։ Տեսնենք մենք էլ ինչ ունենք։ Նետանյահուն էր, չէ՞, Բրիտանիան կոչել իսլամական պետություն։ Բրիտանիան կոչել է իսլամական պետություն։
եւ Բրիտանիայից պատասխանել էին, որ իրենց համար անընդունելի է նման ձևակերպումը իրենց նկատմամբ։ Եվ հիշեցնեմ, որ նաեւ Ուկրաինան այսօր խփել է 10-րդ Վալբերեսի պայեստին, արդեն 10-րդ։ Եվ դիմացը ոչինչ չի կարողանում հակադրել Ռուսաստանը։ Իսկ հիմա վերադառնանք Հայաստան։ Սա Արցախն է շոտ։ Սա մեր տունն է։ Я сегодня снова нахожусь в древней армянской деревне Арцап. Сегодня здесь уже нет армян, но здесь осталось армянское кладбище. Сегодня это Турция, конечно, вокруг мусульмане, ислам. Սա Թուրքիայի տարածքում է, բայց էլի հայկական գյուղը, հայկական գերեզմաններ։ История течет, происходят разные вещи, чаще всего не совсем справедливые. И меня всегда трогает, что здесь армянское кладбище. Здесь похоронены наши братья, сестры армяне, и для меня это приятно. Знаете, я первый раз такое скажу на камеру, но для меня это приятно, потому что у меня есть много очень хороших друзей армян в России, в Москве. Они шикарные люди. Те, кого я знаю, это шикарные люди. Եկել այն ինչ-որ հատազատ բան ազգում ես տարածքում, ասում որ ես լիք ընկերներ ունեմ փայլուն մարդիկ են Մոսկվայում, հայեր։ Ու կրկնում եմ մի քանի անգամ, որ փայլուն մարդիկ են։ Ու ինքը եկել այդ հայերի հայրենիքը։ Նույնիսկ ռուսն ազգում, որ ինքը եկել է այդ հայերի հայրենիքը։ Դաման եմ ասում, այդ հարցը դու հայերեն ես խոսում, ընդհանրապես թե հայ ես։ Այս ֆենոմենը, երբ որ ռուսները սկսել են մեզ զգալ, ընդհանրապես օտարազգիները, որոնք մի քիչ շփվում են հայերի հետ, զգում են մեզ, գալիս են Հայաստան, հասկանում են, որ Հայաստանը նաև իրենց հայրենիքն է։ Ոչ թե որ ասենք իրանք իրավունքներ ունեն, չէ։ Հասկանում են, որ մարդկության ամենակարևոր հատկանիշները, մարդկության քաղաքակրթության բնորանը դա Հայաստանն է։ Նույնիսկ գնում են Թուրքիա, հասկանում են, որ ինչ որ մի հատ տես մի բան կա, վիբրացիա կա, էլի, այն որ իրանք այդ ճանաչած մարդկանց երկիրն ասա։ Ես միշտ մտածում եմ, այդ արևմտյան Հայաստանում ինչի այդքան շատ երկրաշարժ լինում։ Ու ասոք այդքան շատ երկրաշարժներ եղել է ժամանակին առաջ։ Ես կարծում եմ չէ։ Ինչի՞, որովհետև այդ հողի վրա չեն ապրում իրական ժողովուրդը։ Էրոր է տալիս։ Ինչ-որ մի բան էներգետիկ մակարդակում խփում է։ Եվ էներգետիկ մակարդակում նույն ձև խփում է այն մարդկանց, որոնք հեռանում են իրենց ինքնությունից։ Շատ արագ կորում են իրանք։ Շատ։ Որովհետև ոնց է մագնիսը, դու մագնիսից հեռանում ես, այդ ձգողական բան չկա։ Կորում են։ Դուք պատկերացեք, երբ որ դու երկրի վրա ես ապրում, հա, ինչքան ուզում ես թռի վերև, մեկը քեզ քաշում է երկրի ձգողական ուժը ներքև։ Բայց մի հատ բան կա, շերտ կա, ստրատոսֆերան, հա։ Դու անցար։ Ինչու գնում ես։ Անկապ, դու չգիտես որ ես որտե՞ղ, էլ դու անցել ես այդ սահմանը։ Քեզ տուն չի քաշում։ Դու հայտնվում ես ոչինչի մեջ։ Լրիվ դատարկության մեջ։ Դու էլ չունես արենցիռ, դու չունես կողմնորոշում, դու չունես հետ գնալու տեղ, դու ինքդ նույնիսկ չգիտես այդ հետը որն է։ Առաջ ես գնում, թե հետ ես գնում։ Տիեզերքում չկա առաջ ու հետ, ինչ որ ոչ ժամանակ կա, ոչ մի բան։ Այս նույն բան, նույն վիճակում է մարդ հայտնվում, երբ որ հեռանում է ինքնությունից։ Դրա համար երբ որ գալիս է դեպի ինքնություն, նույնիսկ եթե ռուսն է գալի դեպի հայկական ինքնություն, հասկանում է, որ միջև այդ ինքը եղել է մի հատ ամորֆ ոչինչ տարածքում, ոչինչության մեջ, որտեղ ինքը ոչինչություն էր։ Եկավ Հայաստան, եկը զգաց։ Այ ինքը ստե մարդ է։ Իրեն մարդաբար են վերաբերվում։ Ինքը զգում է դրա կայֆը։ Ինչ կայֆ է, չէ՞ որ քեզ մարդու տեղ են դնում։ Եվ ինքը հասկանում է, որ միջև այդ ինքը մի հատ տեղ էր, տիեզերքում, որտեղ կարող լավ էր, կարող հարուստ էր ապրում, բայց ինքը ոչ մեկ էր։ Ինքը չուներ ձգողական ուժ, ինքը չուներ կապվածություն։
ինքը ոչ մեկ էր։ Զգալի հայտնվում աստեղ, մեկը զգում է, այ թե ես որտեղ պետք է լինեի։ Այս ռուսի պատմածը այնքան բան է ասում մեր մասին, իր մասին, իրանց մասին։ Я скажу больше. Есть несколько людей, которые настолько сильно поменяли мою жизнь, повлияли на жизнь моей семьи, столько сделали для меня. И один из таких людей несколько, может быть, 3-4 в моей жизни. Вот один из них это армянин. Его звали Генрих Барсигян. Он сегодня с Господом. И у меня в сердце просто сказать: Генрих, спасибо тебе. Я жду встречи с тобой на небесах. Есть и еще другие армяне, которые замечательные, которых я знаю. Ինչ ասում։ Ասում եմ, եթե մի քանի մարդ եղել իմ կյանքի մեջ, որոնք մեծ ազդեցություն են ունեցել իր վրա, նրանցից մեկը հայ է, որ հիմա չկա, ու ինքը եկել է այս գերեզման, ինքը զգում է իր ընկերոջ ներկայությունը։ Չգիտեմ, ժողովուրդ, սա բան չի, սա էզոթերիկա չի, սա չափազանցություն չի։ Ուրեմն այն հարցը այնքան ճիշտ է, հայ ես թե ընդամենը հայերեն ես խոսում, որովհետև եթե մեկ այս կապվածությունը չի զգում իր հողի երկրի հետ, եւ մտածում է դա ընդամենը իր վզին թոք էր, ուրեմն ինքը անասուն է, ճիշտ ասում, որովհետև թոքը լինում է մենակ անասունի վզին։ Ոնց կարող է Արցախը մեկի վզին թոք լիներ։ Դրանով ինքը չի Արցախին վերածում թոքի, դրա մասին ասելով ինքը խոստովանում է, որ ինքը անասուն է ընդամենը։ Արցախը երբեք չի կարող թոք լինի։ Արցախը հայրենիքը։ Այսքան բան։ Էլ սրանց հետո ոչ իման չեմ ուզում ցույց տալ։ Սա նով եզապակին կեսօր, չնայած լիքը բաներ կատրասեցել։